Ռազմավարական զարգացման գործակալությունն ավելի քան 2 տասնամյակ է Հայաստանում համայնքների կայուն զարգացումն ընտրել է որպես իր գլխավոր առաքելություն։ 2002 թվականից ի վեր ՌԶԳ-ն հաջողությամբ իրականացրել է տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ Լիլա ծրագիրն է։ Հայաստանի կենդանի լանդշաֆտների շուկայի զարգացման համար Լիլա ծրագիրը մեկնարկել է 22 թվականի ապրիլին։ Ծրագիրը իրականացնում է ռազմավարական զարգացման գործակալությունը եւ բնության համաշխարհային հիմնադրամը։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից։ Ծրագիրը իր տեսակով նորարարական էր, առաջին անգամ Հայաստանում փորձ էր արվում համադրել երկու կոնֆլիկտային ուղղություն՝ բնապահպանություն եւ տնտեսական զարգացում։ Ծրագիրը նպատակ ունի թիրախային բնակավայրերում բարելավել տեղաբնակների տնտեսական պայմանները, բնական ռեսուրսների կայուն օգտագործման եւ պահպանման միջոցով։ Այդ նպատակին հասնելու համար 3 կարևոր արժեշղթա ընտրվեց՝ կայուն ներառական զբոսաշրջություն, վայրի հավաքչություն եւ տեղական գյուղմթերքի արտադրություն, մատակարարում տուրիզմին եւ հյուրընկալությանը։ Ծրագրի շրջանակներում ընտրվել էր 17 գյուղական բնակավայր Լոռու, Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից։ Այս բնակավայրերը կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում, ուստի շատ կարեւոր էր հենց այդ համայնքներում բնահեն զբոսաշրջային ձևեր խթանելը եւ համայնքներում խթանել եւ տնտեսական զարգացում եւ բնապահպանություն։ Թիրախային մարզերից 31 շահառուներ ստացել են տարատեսակ աջակցություն ծրագրի շրջանակներում։ Մարզային նախաձեռնություններին, բիզնեսներին աջակցելը ծրագրի շրջանակներում շատ կարևոր էր հատկապես տնտեսական զարգացման համար եւ ուրախությամբ կարող ենք փաստել, որ ծրագրի շնորհիվ այս թիրախային բնակավայրերում շուրջ 600 մարդ ունի զբաղվածություն եւ ինքնազբաղվածություն եւ կարող ենք նշել, որ առավել քան 450 ընտանիք ունեն այլընտրանքային եկամտի աղբյուր, որոնք անմիջապես կապված են բնական ռեսուրսների հետ, այսինքն իրենց գործունեությունը ծավալում են կայուն ներառական զբոսաշրջության ոլորտում, վայրի հավաքչության ոլորտում, ինչպես նաեւ տեղական գյուղմթերքի արտադրության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել տարբեր բիզնեսներ, տարբեր փորձառություններ, որպեսզի նրանք կարողանան միմյանց հետ համագործակցելու եզրեր գտնել, քանի որ կայուն զբոսաշրջությունը իրենից նաև ենթադրում է տնտեսական ներառականություն, այսինքն հնարավորություն տալ ամբողջ համայնքին զբոսաշրջությունից այլընտրանքային եկամուտներ ձևավորել։ Այս համատեքստում ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկը այն էր, որ զարգացրեցինք նաև տուրիզմին մատակարարող արժեշղթաները եւ հենց այդ արժեշղթաները փորձեցինք շատ սահուն կերպով ներգրավել զբոսաշրջային փորձառությունների մեջ։ Դրա վառ օրինակը վայրի հավաքչությունն է, որը որ լայն տարածված է Հայաստանում եւ ինքնին շատ յուրահատուկ փորձառություն է, որը կարող է գրավիչներ զբոսաշրջիկների համար։ Օրինակ Դսեղ բնակավայրում հիմնեցինք Լորենի թեյարանը։ Չորանոց թեյարանի գաղափարը սկսել ենք 2022 թվականին։ Գաղափարը ի սկզբանե եղել է մայրիկինս, մայրիկը շատ էր սիրում թեյեր հավաքել, այդ պատճառով որոշեցինք հիմնել ընտանեկան բիզնես, բիզնեսում հիմնականում զբաղվում են կանայք, հավաքում ենք 6 տեսակ թեյեր, բրենդավորումը եւս իրականացվել է Լիլա ծրագրի շրջանակներում, բույսերը թեյի հավաքը կազմակերպում ենք այնպես, որպեսզի չվնասենք բնությանը եւ հենց բույսին, որպեսզի հաջորդ տարի եւս հնարավոր լինի բերք ստանալ։ Մարզային գործընկերները ծրագրին միացան հենց այդ տեսլականը ունենալով, որ իրենց բիզնես գործունեությունը չպետք է սահմանափակվի զուտ զբոսաշրջային փորձառություններ առաջարկելով, այլ պետք է նաև տնտեսական խթան հանդիսանա համայնքի համար։ Այդ նպատակով իրենց ամբողջ մթերումները սննդի իրականացնում են անմիջապես համայնքից, որն է հնարավորություն է տալի համայնքի ֆերմերներին ունենալ այլընտրանքային եկամուտի աղբյուր տուրիզմին եւ հյուրընկալությանը մատակարարելով։ Իսկ գաստրոտուրիզմը խթանելու համար նախ եւ առաջ պետք է իրազեկված լինել տվյալ համայնքում ինչ ազգային խոհանոց կա, ինչ կարող են գրագետ եւ ճիշտ ներկայացնել, որը իր հերթին բերելու է տեղական արտադրության խթանմանը։ Այս խնդիրը լուծելու համար համագործակցեցինք Սեդրակ Մամուլյանի հետ եւ հրատարակեցինք ազգային խոհանոցի նվիրված ժողովածուներ, որոնք հեղինակել էր պարոն Մամուլյանը։ Գրքեր նվիրված են Վայոց ձորի, Լոռու եւ Տավուշի մարզերի ազգային խոհանոցին։
Այս գրքերը մի կողմից շատ արդյունավետ ուղեցույց են մարզային խոհարարների համար, որպեսզի գիտելիքներ եւ պատկերացում կազմեն իրենց մարզային խոհանոցի ներուժի վերաբերյալ եւ այն գրագետ կերպով ներկայացնեն մարզ այցելող զբոսաշրջիկներին։ Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացումը շատ սահուն կերպով կապակցվում է գինոտուրիզմին, որը գլխավոր տենդենսներից մեկն է հայկական զբոսաշրջության, եւ այս ուղղությամբ եւս ծրագիր ունեցավ իր ներդրումը։ Մենք գիտենք, որ գինին շատ լավ համադրվում է պանրի հետ, եւ Վայոց ձորը, որը գինու մարզն է Հայաստանի, կան բազմաթիվ գինեգործարաններ, գինու արտադրություններ, համտեսի սրահներ, ովքեր մինչ ծրագիրը իրենց գինիները համադրում էին ներկրված պանիրների հետ, եւ այս բացը լուծելու համար փորձեցինք խթանել նաեւ տեղական պանրի արտադրությունը, որը դարձավ շատ սիրված զբոսաշրջային վայր։ Արենի խոշորացված համայնքում, Ելփին գյուղում բացել ենք Արջիս պանրի համտեսի սրահը, որը Հայաստանում պանրի համտեսի երկրորդ սրահն է եւ հաջողություն գրանցեց հատկապես տեղական պանիրը տեղական գինիների հետ համադրելու գործընթացում ու արդեն հասցրել է դառնալ պահանջված պրոդուկտ եւ կարելի ասել բոլոր գինուտուր փաթեթների մեջ ներգրաված այդ փորձառությունը։ Համտեսի սրահը կառուցվել է 2023 թվականի նոյեմբեր ամսից։ Պետքը ծագել է դեռևս շատ վաղուց, արտադրում ենք բարձրաճեք կոմենտեր Ելփին գյուղատնտեսական կոոպերատիվում, որը զբաղվում է հիմնականում պանրի արտադրությամբ։ Պետք ծագեց, որպեսզի կառուցենք տեղում համտեսի արտադրամաս, մեր այցելուները ավելի մոտիկից ծանոթանան մեր արտադրատեսակներին։ Մենք ինքներս ենք բավականություն ստանում մեր հաճախորդները, որոնք գալիս են լավ գնահատականների են արժանանում համտեսելու մեր պանիրները։ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցելով փորձել ենք մեր ներդրումը ունենալ կլաստերային զարգացման մեջ եւ այն վայրերում, որտեղ ունենք աշխարհական համընկնումներ, փորձել ենք բիզնեսների զարգացվածությունը տանել այն ուղղությամբ, որը կնպաստի զբոսաշրջային այդ կլաստերի զարգացմանը։ Օրինակ հատկանշական է Արենի բնակավայրում, Արենի 1 քարայրում թվային իմերսիվ փորձառության ներկայացումը։ Arlupa-ի հետ համագործակցելով մշակել ենք VR փորձառություն, որը հնարավորություն է տալիս մարդկանց VR ակնոցները կրելով ծանոթանալ 6000 տարվա գինեխմության ավանդույթին։ Հայաստանի մասշտաբով թվայնացման փորձառությամբ համալրված առաջին քարանձավն ենք, որտեղ որ կան VR ակնոցներ եւ դրանց միջոցով մեր սիրելի այցելուները կարող են հայտնվել հնագույն ժամանակաշրջանում, նույն միջավայրում եւ վայելել գինեխմության ողջ ընթացքը։ Արկածային զբոսաշրջությունը գնալով մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում, իսկ Հայաստանը ունի կարելի ասել անսահման ռեսուրսներ արկածային զբոսաշրջության տարբեր ձևեր առաջարկելու մեջ։ Արկածային զբոսաշրջության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում էքստրեմալ զբոսաշրջային ձևերը, եւ դրանք հաջողությամբ իրականացնելու համար կարևոր նախապայման է փորձառու մասնագետների ներգրավվածությունը։ Այս համատեքստում համագործակցեցինք Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի հետ եւ իրականացրեցինք դասընթացներ, որն ուղղված էր ոլորտում արդեն իսկ գործունեություն ծավալող մասնագետների վերապատրաստմանը։ 20 եւ ավել տարի Հայաստանում մեծ թափով զարգանում է արկածային туриզմը, առանձնապես քայլարշավներն ու լեռնագնացությունը ու բավականին շատ ակումբներ կան, շատ ուղեկցողներ կան ու անընդհատ շատանում են։ Կա մի խնդիր ավելի որակյալ կադրեր ունենալու, ավելի լավ ուղեկցողներ ունենալու։ Դասընթացը իրականացնում են ալպինիզմի ու լեռնային туриզմի հայկական ֆեդերացիայի հրահանգիչները, Լոռե փրկարարական ջոկատի հրահանգիչները, իսկ դասընթացի կարևորությունը, որ լեռներում կամ արշավային երթուղիներում չլինեն միջադեպեր, խումբը անվտանգ երթևեկի թե ներքին туриզմում, թե ներգնա туриզմում եվրոպական տուրիստները տեսնեն ավելի որակյալ ուղեկցողներ, ավելի հմուտ արհեստավարժ ուղեկցողներ։ Ծրագրի շրջանակներում մշակել ենք մի շարք բնահեն եւ արկածային զբոսաշրջային ձևեր, որոնցից թերևս ամենասիրվածն ու պահանջվածը դարձավ Ranger Tour-ը Արփա պահպանվող լանդշաֆտում։ Արփա պահպանվող լանդշաֆտը ունի շատ հարուստ կենսաբազմազանություն եւ մեր ռենջերները իրենց ամենօրյա գործունեության ընթացքում իրականացնում են պահպանություն, վերահսկողություն։ Ռազագայի հետ երբ իրականացնում ենք շուկայի ուսումնասիրություն, փորձում ենք մշակել բնահեն փորձառություններ, որոնք կլինեն եզակի, եւ այդ ժամանակ հղացավ այդ միտքը, որ կարելի է մշակել Ranger Tour այցելուների մեծ մասին, հետաքրքիր էր թե ինչպես է անցնում Ranger-ի առօրյան եւ
ինչ գործունեությամբ է զբաղվում ռեյնջերը պահպանվող տարածքում։ Ռեյնջերը մեր աշխատակիցն է, ով իր ամենօրյա վերահսկողության եւ մոնիտորինգի արդյունքում պահպանում է պահպանվող տարածքը եւ վերահսկում է, որպեսզի ապօրինի գործողություններ չիրականացվեն տարածքում։ Այս պրոդուկտը ուղղված է այն մարդկանց, ովքեր սիրում են բնությունը, ուզում են ավելի շատ ժամանակ անցկացնեն բնության գրկում եւ փնտրում են ոչ ստանդարտ տուրեր եւ հետաքրքրված են բնության մեջ կենսաբազմազանության ուսումնասիրությամբ։ Լիլա ծրագրի մեկ այլ կարևոր ձեռքբերումը կանանց ներգրավումներ, քանի որ մենք նպաստում էինք ներառական կայուն զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև վայրի հավաքչությանը, այս ոլորտներում կանանց ներգրավվածության թիվը բավականին մեծ է։ Ինչպես նշեցի, շուրջ 600 մարդ ծրագրի շնորհիվ ունի զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն, որոնց գրեթե կեսը կանայք են։ Ոչ միայն մեր գործընկեր տուրօպերատորներն են կանանց ներգրավում այս ամբողջ աշխատանքներում, այլ նաև մարզային մի շարք բիզնեսներ հենց կանանց նախաձեռնություններ են եւ դրանք ոչ միայն հաջողությամբ կյանքի են կոչվել, այլ հասցրել են սիրվել եւ մեծ պահանջարկ վայելել զբոսաշրջային շուկայում։ Շերամ ռեստորանը աշխատատեղեր է ստեղծում Արենիում ապրող մի շարք կանանց համար։ Ես որպես կին գործարար, բազմազավակ մայր, զբաղվելով ռեստորանային գործով, ոգեշնչում եմ այլ կանանց, որպեսզի իրենք էլ զբաղվեն իրենց սիրած գործով եւ ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեն, իրենք էլ կարողանան ի կատարածեն։ Կրիա գինու գործարանը ստեղծվել է 2020 թվականին եւ արդեն 5 տարի է գործում է։ Տարեստարի զբոսաշրջիկների այցը շատանում էր եւ անհրաժեշտություն առաջացավ համտեսի սրահ հիմնելու։ Մենք զարկ տվեցինք նոր համտեսի սրահի կառուցմանը, որը հենց այգիներում է, հնարավորություն կտա զբոսաշրջիկներին վայելել մեկ գավաթ գինին եւ շրջել մեր այգիներով, ավելի լավ ծանոթանալ մեր գործունեության հետ։ Կրիա գինու գործարանը նպաստում է Վերնաշենում տնտեսական զարգացմանը, այդ թվում նոր աշխատատեղեր է ստեղծում եւ այգիներում եւ գործարանում, նաեւ համտեսի սրահում։ Ի սկզբանե, երբ որ պահածոների գործարանը հիմնեցինք, նախ Վերնաշեն գյուղում շատ լուրջ ու առհասարակ Եղեգնաձորում աշխատուժի շատ լուրջ խնդիր կար ու հիմնական լավը այն է, որ հիմնական աշխատուժը կանայք են ստեղ, որտեղ զբաղվածության խնդիրը հիմնականում կանանց մեջ է, էլի։ Կանանց մասով առաջինը, որ աշխատուժ ենք ստեղծել այս պահածոների արտադրության մասով։ Երկրորդը, հավաքը ամբողջությամբ Վերնաշենից է տեղի ունենում, այսինքն մթերումները անում ենք ստեղից։ Նմանատիպ ծրագրերի իրականացումը համայնքներում շատ կարևոր է, ոչ միայն զբոսաշրջության զարգացման համար, այլ ընդհանուր առմամբ մարզի տնտեսական պայմանները բարելավելու, տնտեսական կյանքը աշխուժացնելու եւ տեղացիների համար աշխատատեղեր ստեղծելու համար։